Կիսագործե իմ կյանքիմ տեր իմ հույսիմ սեր Ողջույն ձեզ, սիրելի ազգագիցներ, մեր Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ անունով գողջունեմ ձեզ այս գիշերային ժամու ընթացքին, երբ մեր հոգիները օրվան փոթորիկներեն ետքը խաղաղությամբ կուքանք Տեր Հիսուս Քրիստոսի սուրբ խաչին դիմացը խոնարելու, եթե գուզենք մեր կյանքի մեջ ոտքի կանգնել, պետք է Տիրոջ դիմաց զունգի կանք, որովհետև ով որ Տիրոջ դիմաց զունգի գուքա, Տերը զինք ոտքի կկանգնեցնե։ Ես նախքան մեր այս երեկոյը սկսելը գուզեմ մեր սուրբ հայրապետներեն Սուրբ Գրիգոր Նարեգացիի աղոթք Մադյանեն 13-րդ բանեն աղոթք կարդալ եւ այդպես սկսել այս երեկոն։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգվույն Սրբո ամեն։ Սիրով ընդունե հզոր Տեր Աստված թարնացածիս աղաչանքը կտությամբ մոտեցիր ամոթահարիս Փարադե ով ամենաբարգև ամոթի հետևանք դխրություններս վերցուր վրա ես ով ողորմած անդանելի ծանրություններս հերացուր ինձ մե ով ամենահնար մահացու սովորություններս ավարի դուր ով մշտահաղթ խապողին քրկրած հաջույքները հերու վանե ով վերնային գադաղի թշնամին մարախուղը գասեցուր ով գեցուցիչ գորուսիչին կորձերը ծիր ու ցաներ է ով ծածկադես ըմբռնողին հնարքները խորդագե ով անքնին գրվողին հարցագումները անունովը դիարնակրե երտիկիս լուսամուդը ցերկովդ բահբանե դունիս արաստաղը արյունիտ նշանը թիր սենյագիս սեմին վրա խաչիտ նշանը թիր աղոտողիս ճամպուն վրա աչրովդ բահբանե հանգստյանս խշտյագը թագարտները մակրե անգողինիս ծածկոցը գամքովդ բահբանե դարաբաց իմ հոգիս անխարտախ բահե մարմինիս շնորհած գենտանությանդ շունչը իմ շուրջս բահակ թիր երկնային զորքիտ հույլերը եւ զանոնք շարե թևերու խումբերուն թեմ այս խորուն գիշերվան մեջ երբ մահվան նմանությամբ գկնանամ փերգրալից հանգիստուր Սուրբ Աստվածածնիդ եւ բոլոր ընտրյալներուդ աղոթներովն ու բարեխոսությամբ դեսողությանս բադուհանները մտքիս ըսկայարանքները փագե եւ պաշտպանե որբեսի առանց զարհուրելու հանդարտ մնան ալեգոց խրովություններուն գենցաղական հոգերուն անրճական երազներուն խոլական ծնորքներուն թիմաց եւ քու բարգեված հույսի դիշադագով բահբանվին անվնաս որբեսի երբ ծանր քունեն արտնամ ամենազգաց արտնությամբ հոգիով նորոգված եւ զվարթությամբ քու դիմացդ գանկնիմ հավատքի փուրումով քեզի ուղեմ այս աղոթներս անջարելի փառքի մեջ բնագող ով ամենօրտնյալ թակավոր եւ փարապանող երկնակումար խումբերուն երկակցելով զանոնք թեպի երկինք բարձրացնեմ որովհետև բոլոր արարածները գփարավորեն քեզ հավիդյանս հավիդենից ամեն Սիրելի ազգագիցներ այս բահը մեր հոգիներու Քրիստոսի դիմաց բերելու բահն է այս բահը Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը խնդրելու բահն է այս բահը խոնարհելու բահն է որովհետև մեր կյանքի մեջ այնքան վասկի մեջ ենք օրվա հևքը այնքան շատ է որ մենք հաջող կմոռնանք աղոթք կնելու յուրաքանչյուրս գաթին աղոթք ամեն օր պետք է կատարենք մեր կյանքին մեջ որբեսի այդ աղոթքով մեր հոգին մաքրվի այդ աղոթքով մեր սիրտը խաղաղի այդ աղոթքով մեր միտքը բայցարանա այդ աղոթքով Աստծո հետ խոսակցենք որովհետև աղոթքը Աստծո հետ երկխոսություն է ես այսօր մեծ ուրախությամբ եւ ցնծությամբ Նաև այսօր ոչ միայն առանցինս սեզի հետ աղոթագից կդառնամ,
այլ նաև Աստծո ինձի բարգեված կյանքի ընկերոջս իմ նշանախոսյալիս Լիլիա Չոբանյանին հետ, որբեսի միասնապար, որբես աբակային նոր գազմերիկ սուրբ ընտանիք, միասնապար, որ միշտ աղոտ կնենք, այսօր նաև մեր ժողովրդի զավակներուն հետ աղոտ մի սպարսացնենք առ Աստված եւ խոնարհաբար խնդրենք ասելով դեր լսե մեր աղոթքի ցայնը, լսե եւ պատասխանե մեզի, ոչ թե մեր աղոթքի բարերուն դես, այլ քու ողորմությանդ նայելով խղճա մեզի եւ քու կտությունդ ղրգե։ Ես այժմ կհրավիրեմ Լիլիան, որբեսի ինքնալ մեր հայրերու աղոթքով այս բահը փանա եւ ինքնալ իր սրդի խոսքը ուղղե։ Բարի երեկո ազգագիցներ, այժմ բիդընթերցենք մեր միշտ աղոթենք գիրքեն աղոթքմը։ Քեզի գերկրպագենք, ով Տեր, մեր Աստվածը, եւ շնորհակալություն կհայտնենք, որ այս երկար օրը խաղաղությամբ անցուցինք։ Կաղաչենք քեզի Տեր, շնորհե նաեւ, որ այս երեկոն եւ հարաճիգա գիշերը անցնենք առանց մեղքի եւ առանց կայթակղության։ Հաստատուն եւ անխախտ պահե մեզ հավատքին, հույսին եւ սիրո մեջ, ինչպես նաեւ քու բադվիրաններուդ պահպանության մեջ։ Համայն աշխարհի համար խաղաղություն կխնդրենք, քու սուրբ եկեղեցիիդ ամրապնդում եւ մեր հոգիներին փրկություն, որպեսզի մեր խնդրանքներուն կատարումը քեզ մեզ ստանալով տևական եւ մեծավայելուչ բարաբանություն բարձրացնենք դեպի երկինք, քու ամենազոր դերությանդ Քրիստոս, մեր Աստվածը, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից, ամեն։ Ամեն։ Աստծո սուրբ օրհնությունը բոլորիս հետ լա։ Սիրելի հարազատներ, այս պահում որ դուք ձեր աղոթները կմիացնեք նաեւ մեր աղոթներուն եւ փոխադարձաբար մեր աղոթները ձեր աղոթներուն, որբեսի երկինք վերարակենք, ICFN-ի հերոստացույցի ստուդիոներեն ներսենք եւ կսպասենք ձեր հեռախոսազանգերուն, որբեսի ինչ աղոթներ որ խնդրեք, սիրով ցեզի պատասխանենք, որովհետև սիրելի հարազատներ, աղոթքը մեծ զորություն ունի։ Վստահ եմ, որ ամենքս աղոթքի այդ զորության մասնագից դարձած ենք եւ կվգայենք, թե որքան աղոթքը մեր կյանքին մեջ փոփոխություններ բերած է։ Եթե ընտանիքներ կան, որոնք սիրո բագասե գդարաբին, աղոթն է մեծակույն զորությունը։ Եթե ընտանիքներ կան, սիրելի քույրեր եղբայրներ, ուր անհասկացողություններ կան, աղոթքն է ամեն հարցերու լուծիչը։ Եթե զավակներ կան, որոնք մոլորած են, սխալ ջամփաներու մեջ են, դիրոջ թիմաց բերենք զանոնք, աղոթքով, ինչպես որ Դեր Հիսուս Քրիստոսի թիմաց բազմաթիվ ծնողներ եկան եւ խնդրեցին ասելով Դեր օգնե մեր զավգին։ Եվ Դերը ծնողներու հավատքը տեսնելով բժշկություն շնորհեց անոնց զավակներուն։ Այսօր Դերը գենթանի Աստվածը պատրաստ է մեր աղոթներուն ալ պատասխանելու։ Խոնարհ սրտով մոտենանք սիրելներ։ Աղոթենք բոլոր հարազատներուն համար։ Աղոթենք նույնիսկ թշնամիներուն համար, որ Աստված անոնց դարձի բերե եւ Աստծո ճշմարտությունը տեսնելով զինք փառավորեն։ Կպատասխանենք սիրելիներ այսօր առաջին հեռախոս զանգին։ Այո, հրամեցեք։ Ալո, բայրցես։ Բարև, հրամեցեք։ Մենք ուզեմ Սիմոնի համար աղոթել, տկարան, անգիստուն ունի, մեր ընտանիքի համար, Էդվարդի համար։ Սիրով մայրիկ ջան, Շնորհակալ։ Աստված ինքը բժշկություն շնորհե, սիրով։ Բավայ։ Հալո։ Ես կուզեմ գոր աղոթք խնդրեմ հայ Բարթևեն։ Այո, հրամերեք։ Շատ շնորհակալ եմ ցեզ մե, Աստված օրհնե ցեզի։ Աստված ցեզ ալ թողորտնե սիրելի քույրս, մեր աղոթները կմիացնենք ձեր աղոթներուն եւ անպայմանորեն կաղոթենք միասին։ Այո, ես կխնդրեմ, որ զավակներիս համար աղոթեք։
Զավակներիս Սիրով։ հարսից համար, որ ինքը շատ հիվանդ է, Վարդուհի է անունը։ Աստծո սուրբ ագանչներու մեջ ծեր դված անունները լսվին եւ մենք անպայմանորեն աղոթ կնենք իրենց։ Հալո, Hello, բարև։ բարև եղբայր։ Կարելի է մի քիչ երկրի մասին խոսալ։ Մեգաշարժի մասին, որ ժողովուրդը հայրեն անգլերեն չեն իմանում, ամեն կանալները անգլերեն տալիս են, բայց դուք ոչ մի կանալ հայկականը չի ասում այդ քույրերին։ Գաղոթենք սիրելի եղբայր անպայմանորեն քիչ առաջ Ժողովրդին լուր տվեք, այլ որ ասում են հետը մինչև 5 ժամ սպասեք այս բանին։ Այո, սիրելի առազատներ, վստահ անոնք, որոնք ըսկացին կամ լսեցին, քիչ առաջ եգրաշարժ խփեց, եգրաշարժ զարգավ եւ բավական ցնցում հարաճացուց։ Աղոթենք, որ Աստված բնական բադահարները եւ նաեւ թշնամի սատանայի կողմի եղած բադահարները մեզ հեռացնե։ Թող այս եգրաշարժները ոչ թե մահվան, քանդումի պատճառ դառնան, բայց մանավանդ մեր հոգիներու մեջ այդ եգրաշարժները թող հաստատման պատճառ դառնան մեր հավատքին մեջը, որովհետեւ ամենքս իդ վերադառնանք մեր հավատքին մեջը, որովհետեւ մենք առանց Աստծո անզոր ենք, Աստծո սուրբ ցերկերուն հանցնենք մենք մեզ եւ մեր ամբողջ ընտանիքը։ Աղոթենք սիրելիներ։ Այո, ռամեցեք։ Բարև։ Բարև։ Դերեց շատ օգնի։ Շատ օգնի, որ շամին դեր կունը հանգիստը թողած, եկել եք օգտակար լինելու մեզ։ Հոգսեր ունեմ, ես մի քիչ թիվին ցածրացնեմ, հայրիկս տարիքը անցած մեկն է, երկուշաբթի օրը վիրահատության առջև է կանգնած, ինչ-որ, չգիտեմ, պրոստատը ինչ է, դա Սիրով քույրս, գաղոթենք անպայմանորեն հայրիկի համար։ Մեկ էլ կխնդրեի թորնիկիս, Արամիկի համար, չորնիկիս համար էլ կխնդրեի աղոթենք, 21 տարեկան է, մի քիչ իրեն լավ չի պահում էլ, այստեղ Ամերիկայում աշխարհն է վայելում, կխնդրեմ, որ Տերը իր արյունով մաքրի, հեռացնի իր ամենավատ բաները, Տիրոջը ճանաչի, Տիրոջը ծառայի, հայրիկիս էլ առողջություն տա, այդ վիրահատությունը իր ձեռքով անի։ Ամեն, ամեն։ Դժբախտաբար հարցը Ամերիկայի հարց չէ, սիրելիներ։ Աշխարհի ամեն կողմը չար սատանան իր հարցակումները կգադարե, իր ծանր հարցակումները կգադարե իր ամենեն հզոր հրեդանիներով, որբեսի հոգևորապես մարդոց հոգիները կանթե, անոնք ըլան բադանիներ, ըլան երդասարտներ, տեգուզ նույնիսկ դարեցներ ու ամուսնացածներ։ Սատանան անքուն է, անքուն գերբով գաշխատի։ Սիրելի ժողովուրդ, արթունը լանք։ Աղոթքի նվիրվելու համար Աստծո մնացորդացնից չնվիրենք մեր օրվան։ Մեր մնացորդ ժամը կամ վարգյանը չնվիրենք Աստծո։ Այլ այդ արթնությունը մեր հոգիի կյանքին մեջը պետք է ընտանեկան շրջանակին մեջ ստեղծվի։ Ընտանիքներ պետք է իրենց զավակները փոքր դարիքեն Աստուծո շունչով, Աստուծո վախով, Աստուծո երգյուղով դասյարակեն, Աստուծո սիրով լեցնեն անցոքիները։ Որովհետև այսօր, երբ որ աշխարհը չար է, ավելի դարիներ, երբ որ հարաճանա, ավելի պիտի վատթարանա։ Որովհետև սատանայի վերջին զորության ժամանակն է, որքան պիտի գարենա, մարդ պիտի խլեն։ Հիսուսը ասավ, նույնիսկ եթե կարողանա, ընտրյալներն շատերը պիտի քայթակղեցնե։ Ժողովուրդ, արթնանք ամենքս, արթնանք, որովհետեւ մեր զավակները չգործվին, ամեն իմաստով արթնության գոչ կուղեմ բոլորիդ, որովհետեւ ամենքս Աստծո զավգին Տեր Հիսուս Քրիստոսի արյան կինն ենք, Տեր Հիսուս Քրիստոս սուղ կին թափեց, Տեր Աստված քյուրին չեղավ Աստծո համար մեզ բրգելը, իր զավագին արյունը մեզի համար տվավ, որովհետեւ մենք բրգվենք։ Անոր համար ամբողջ սրտով աղոթենք երդասարտներուն համար, բադանիներուն համար, որոնք դժբախտաբար այս աշխարհի թմրեցուցիչներու մեջն են, աշխարհի մեղքերու մեջն են, սատանայական երաժշտությանց մեջն են, չար ընկերներու, չար նկարակրի մեջ են,
Եվ այդ իմաստով է, որ դժբախտաբար իրենց հոգիները կկանտվին եւ իրենց կյանքը փուջ կդառնա, աննպատակ կաբրին։ Այն երդասարտը, որ նպատակ չունի, այն երդասարտը, որ դունի մեջ են չէ դաստիարակված, որ իր կյանքի նպատակն է դիրոջ հետ ապրիլ, անիկա պիտի գործվի։ Բայց ամեն չանք տապենք, սիրելի ասկագիցներ, որբեսի ետ կանչենք բոլոր մեր հարազատները։ Կուզեմ ամենքս միասին խոնարհենք եւ այս հերախոսեն վերջը աղոթք բարձրացնենք։ Հալո։ Արքեվանջատի, բարև ձեզ։ Բարև, հրամեցեք։ Խնդրում եմ ձեզանից իմ առողջությանս համար աղոթք, զավակիս ընտանիքի համար աղոթներ, թորնիկներիս աղոթներ, Աստված քեզ պահապան, աշխարհին էլ խաղաղություն։ Ամեն։ Ես պարկած հիվանդ եմ, խնդրում եմ Աստված ինձ բուժեց, ավելիով պիտի բուժե։ Ամեն։ Աղոթքիդ էլ հավատում եմ, որ Աստված պիտի լսի քեզ եւ ինձ։ Ամեն քույրս, Աստված քեզ օրհնե, խոնարհենք եւ աղոթք բարձրացնենք։ Անուն Հոր եւ Որդվո եւ Ոգին Սրբո ամեն։ Դեր Աստված, փառքդ մեծ ըլլա։ Քու սուրբ ներկայությանը Տեր գխոնարհիմ, գերգրբակեմ ու գփարավորեմ ամենասուրբ երրորդությանդ անունը։ Եվ գաղաչեմ քեզի, ով հզոր Աստված։ Աչքի պիպիտ բես բահբանիր մեզ։ Սատանայի բոլոր փորձանքներեն, նեղություններեն, հարվածներեն, դարերքներեն հերու բահե մեզ, ով Տեր։ Քիչ առաջ որ երկրաշարժ դեղի ունեցավ, ով հզոր Աստված։ Աշխարհը ամբողջությամբ քու սուրբ ցերկերուտ մեջն է, քու բահբանությանդ մեջն է։ Եթե սատանային ցերկեն կա, այս բահուն ամենուս կգործանե։ Բայց ով հզոր Աստված, որքան հոգիներ կան, որոնք դակավին անպատրաստ են քեզ դիմավորելու։ Գաղաչեմ քեզ, ով հզոր Աստված։ Թող այս երկրաշարժները ոչ թե վնաս բերեն մարդոց, ոչ թե մարդոց կյանքերը խլեն, այլ թող այս երկրաշարժները մարդոց արթնության գոչ ըլլան, որբեսի մարդիկ արթնան ու տեսնեն, որ իրենց կյանքը առանց քեզի օգուտ չունի, առանց քեզի նպատակ չունի, առանց քեզի վախճան չունի, որովհետև դու ես մեր սկիզբն ու վերջը Տեր, դու ես ալֆան եւ օմեգան։ Կխնդրեմ թող այս երկրաշարժները մարդոց հոգիներուն մեջը թմրութենեն դուրս թող բերեն մարդիկը եւ իրենց այդ մեջը Տեր երկյուղը թող ստեղծեն, որ ժամանակավոր են այս կյանքին մեջը, դու ես հավիտենականը եւ անոնք, որոնք քեզի վստահելով քու հետդ կապրին։ Եվ նաեւ Տեր, դու լսեցիր բոլոր այն հերախոսազանքերը, որոնք քիչ առաջ խոսվեցան, յուրաքանչյուրը Տեր իր ցավերը, իր դարդերը պատմեց, յուրաքանչյուրը Տեր անուններ տվավ, ադոնց անունները կյանքի քիրքիդ մեջ արցնակրե, ով հզոր Տեր, գխնդրեմ քեզի, բժշկություն շնորհե, այն հայրիկին, որուն համար աղոթ խնդրվեցավ, քու ցերկերը թողնեն գործողությունը, ով Տեր Հիսուս Քրիստոս, առողջություն շնորհե, այն հոգևոր քրոջ համար, որ խնդրեց աղոթք իրեն համար, աղոթները, որ եղան թորնիկներու եւ զավակներու համար, գաղաչեմ քեզի, ով Տեր, արթնություն դուր իրենց, մաքուր ջամփան թող ընտրեն եւ թող վերադառնան, որբեսի քեզ ճանչնալով քու փառքը դբատնեն։ Առողջություն Տեր նաեւ այն հարսին եւ բոլոր հարսերուն, որոնք անհանգիստ վիճակի մեջ են, գխնդրեմ Տեր, հոգիներու բժշկություն դուր եւ նաեւ առողջություն մարմնի, որբեսի կարողանան իրենց ընտանեկան կյանքին մեջը առողջ մնալ հոգիով եւ մարմնով եւ փառավորել ամենասուրբ երրորդությանդ անունը Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։ Գանցնենք հաջորդ հերախոսազանքին։ Ալո։ Ալո։ Այո, ռամեցեք։ Բարի երեկո ձեզ։ Բարի երեկո։ Աստված օգնեցես։ Աստված ցեզալ բահբանե։ Ես շատ գոհ եմ ձեր հարցումներից, եղբայր Պաստեր եւ Լիլիա Քույրիկ, Աստված բայ բահբանի ձեր հաղորդումները։ Ես ձեզ կյանքը ձեր ընտանիքին առողջություն մաղթենք։ Իմ անունը Հովհաննես է, դիգնոզս անունը Մանուշակ։ Ունեմ մանգոնային հիվանդներ քույրս Վիկտորիա եւ Հարություն։
Անպայման։ Ես մենք դերև դիգին թույլ եք մի քիչ առողջությունը, քանտան մեր առողջության համար ջնշումի եւ ոտքերի ցավեր եւ այլն ենք։ Ու մեր երեխաների հաջողության առողջության համար խնդրում։ Ամեն սիրելի եղբայր, թող Հիսուս Քրիստոսի սուրբ զորությունը, որ ինքը մերելներուն հարություն տվավ, ինքը անդամալիչներուն բժշկեց, թող այդ զորությունը ծեր ոսկորներուն, ծեր մարմին, ծեր ճիղերուն, ծեր երակներուն մեջ անցնի եւ գադարյալ զորությունը ստանաք եւ ինչ որ թուլություններ կան դերը զորություն բերեցեր ընտանեկան կյանքին մեջ։ Այսինքն պարտի ես շատ հավատում եմ եւ ծերահոտներին ընդհանրապես նայեմ հաջախակի այդ խարով ես կմախտեմ շնորհակալություն կհայտնեմ ես հավատացյալ եմ եկեղեցի ժողովը դնահոտով դուքով այդ ծերահոտ ավելի օգտակար է լինում մեզ ամեն եղբայր իրարու համար բիդաղոթենք մեկը մյուսեն ավելի աղոթ չունի Աստված սրդերը կքննե մենք երբ որ սրդանց աղոթենք երբ որ մենք հոգիով աղոթենք Աստված անպայման բոլորիս աղոթները կլսի սիրելի եղբայր շնորհակալ եմ օրհնյալս շնորհակալություն նախորդ Hello Padre ջան Հրամեցեք երեկո ձեզ Աստված օրհնի Աստված ձեզ բահբանի եղբայր Եվ ես մի խնդրանք ունեմ աղոթքի Հրամեցեք որը քույրս գտնում է հիվանդանոցում ինքը օպերացիա եղել նոր այս երեք օպերացիա եղել եւ դեռ չի քայլում խնդրում իր համար աղոթես Եվ առաջին հերթին հոգու փրկության համար, հետո իր առողջության համար, որ շուտ վերականգնի, որտեղ ոտքն է, չի կարողանում քայլի։ Թող Հիսուս Քրիստոս ինքը իրեն գադարյալ առողջություն շնորհե, շատ իմաստուն բժիշկ ասած է սիրելի եղբայր, որ մենք վերքերը կգաբենք, բայց առողջություն դվողը դեր Աստված ինքն է։ Թող Աստված ինքը առողջություն տա քույրիկին, ինքը ոտքի կանգնեցնե իրեն, իր հոգի փրկության թող ծառայի այս մեկը եւ քալելով հավատքի կյանքի մեջ ավելի առաջնորդվի։ Ամեն։ Ամեն։ Hello։ Ալո, բայեկո ձեզ։ Բարի երեկո։ Աստված օրհնի ձեզի։ Աստված ցեզալ օրհնի քույրս։ Շնորհակալ եմ ձեզանից, որ եկել եք եւ օգնում եք մեզ, աղոթում եք մեզ համար։ Աստված ցեզ օրհնի։ Խնդրում եմ, որ աղոթեք ինձ համար, իմ առողջության համար, իմ զավակներիս համար Սարա, Դավիթ, իմ ամուսնուս համար Ռոբերտ, իմ քրոջ եղբայրներիս համար եւ Գլենդելի բոլոր ժողովրդի համար, որ երկրաշարժը որ ասել են, ասան որ երկրաշարժը ամեն հանգիստել են իրանց հանձնեն Աստծուն, աղոթքին հանձնեն չվախանան ոչիչից։ Ով որ Աստծանունը կանչի կպիտի փրկվի, չթող չվախանան։ Ամեն, աղոթենք ամենի համար։ Անշուշտ, Աստված օրհնե քեզ քույրս, սիրով։ Այո։ Գիտեք սիրելի ժողովուրդ, երկրաշարժ գլա կամ ոչ, բայց ICF-ը միշտ պատրաստ է ցեզի հոգևոր մխիթարություն փոխանցելու։ Աղոթեցեք այս գայանին համար, որովհետև իսկապես մեր հայկական կյանքին մեջ մեծ իրականություն է, սքանչելի օրհնություն է։ Երևակայեցեք, որ աշխարհը որ հիմա ինչ լուրերով լեցուն է, բայց ICF-ը ցեզի ուրիշ լուրով լեցուն է, հավատքի, աղոթքի լուրով լեցուն է, հույսի լուրով լեցուն է, որ մենք ինչ ալ աշխարհի մեջ բադահին, մեր խաղաղությունը ներսեն է որ գուկա եւ ոչ թե արտաքին պայմաններ են։ Երկու տեսակ խաղաղություններ կան սիրելիներ։ Առաջին խաղաղություն կա, որ աշխարհը մարդոց կարաչարգե խաղաղ պայմաններու մեջ, հանգստավետ պայմաններու մեջ, բայց այդ խաղաղությունը ժամանակավոր է եւ անհաստատ է։ Իսկ երկրորդ խաղաղությունը, որ իրականության մեջ առաջնային է, Հիսուս Քրիստոսի բերած խաղաղությունն է, որը սավ։ Ես իմ խաղաղությունս է որ ցեզի գուտամ։ Իմ խաղաղությունս, որ աշխարհի խաղաղությունեն դարբեր է, մի խրովիկ եւ մի վախնակ։ Դեր Հիսուս Քրիստոս մեր սրդերուն մեջն է։ Բողոս Արաքյալ գողոսացներուն ամագի մեջ կսե Քրիստոսի խաղաղությունը ծեր սրդերուն մեջ թող տակավոր է։ Սիրելի քույրեր եղբայրներ, այո, աշխարհի մեջ շատ բաներ կբադահին, դարերքներ կբադահին, բնական հարվածներ կբադահին, սատանայի գոմե հարվածներ կբադահին, բայց մենք մեր հույսը Քրիստոսի վրա հաստատ բայելով մեր խաղաղությունը պետք չէ գործընծնենք բացարձակ կերպով, որովհետև Աստված մեզի հետ է, եւ երբ որ Աստված մեզի հետ է, մեր վեմն է ինքը, մեր առաջնորդն է, մեր հովիվն է։ Գաղաչեմ ցեզի, հաստատ մնացեք ձեր հավատքի մեջ, թող այս բահերը մեզ ավելի հավատքի հզորացման արիթ դառնան։ Ես խոսքը գուտամ Լիլիային, որ ինք այս բահուն ցեզի նաև խոսի այս մասին։
Սիրելի ասկագիցներ, գուզենք հրավիրել ցես բոլորդ ներկա գտնվելու Հայր Բարթևի կողմէ ղեկավարված Սուրբ Գրային Սերդողությանց, որտեղի կունենա ամեն 5 շաբթի երեկոյան ժամերուն 7:30 մինչև 9 մեր ministry անունն է Faith Hope Love Mission, հավատք հույս սեր առաքելություն, հավատք դեպի Աստված, հույս դեպի հավիտենական կյանք եւ սեր իրարու հանդեպ եւ Տիրոջ հանդեպ շատ ուրախ գլանք որ ներկա ալակ եւ մեզ հետ միասին սորվիկ եւ սերդեք Հիսուս Քրիստոսի Սուրբ խոսքերը ամեն 5 շաբթի երեկոյան 7:30 ժամը 9 հոս կլենտելին մեջ գլոր եկեղեցվո մեջ մեր ադրեսն է 333 East Colorado Street in Glendale Եթե անգլերենով ալ կուզես մեր օքեվոր եղբայրներուն երդասարտ եղբայրներուն եւ քույրերուն աղոր խոսք մուղել եւ նաեւ այս մեր առաքելության մասին Անշուշտ գուզեմ աղոթել բոլոր երդասարտներու համար նախաբես աղոթքս գուզեմ խնդրեմ ցես բոլորեն եւ հրավիրեմ ցես բոլորը որբեսի միասնապար աղոթենք աշխարհի բոլոր երդասարտներուն համար հատկապես մեր հայ երդասար եւ երդասարտուհիներուն համար բոլորս ալ գիտենք որ մեր երկրի, մեր հայրենիքի, մեր մշակույթի եւ հայ ինքնության ապագան հայ երդասարտն է եւ հայ երդասարտը այս օրերուն շատ գարիք ունե ձեր մնայուն աղոթքներուն եւ աստվածային վիճաբանության գխնդրեմ որ ձեր ամեն առօրյա աղոթքներու մեջ միշտ հիշեք հայ երդասարտը եւ այս վարգյանին գրավիրեմ միանակ մեզի եւ միասին աղոթենք բոլոր երդասարտներու համար ես պետք է անգլերենով աղոթեմ բայց դուք միացեք մեզի ինչ լեզուով որ գուզեք որբեսի Աստված օրհնե մեր երդասարտները եւ իր սուրբ քայլերու մեջ առաջնորդե բոլորին Ամեն Անհոր եւ որդվո եւ հոգուին սրբո ամեն Lord I come to you tonight with prayers for the youth and the young adults in my community and all of the world. We, as a community of believers, we come to you, we raise our prayers so that our youth walks in obedience and that they grow in your wisdom, in your heavenly wisdom, the wisdom that we cannot obtain from books, from no universities, but from you alone. I beg you, Father, give our youth your heavenly wisdom. Allow them to walk in your path alone, the path that leads them to the heavenly world, not the one that Satan and this worldly pleasures lead us to. Please, Lord, allow our youth and their parents to walk one-on-one together. Allow the youth to be obedient to your word and to the truth, the real truth. I beg you, Father, all the things that happens in this world that leads them into the world that is not going to lead them to the heavenly world and that isn't going to give you pleasure, that isn't going to glorify your name, take them out of there. Father, you know all the things that this society gives our youth. I've been part of it myself, and all the youth that is currently in the schools goes through the same thing. Give them your wisdom. Only through your wisdom is when we can walk out of there. Only through your wisdom is when we can say no and say yes to you alone. Firstly, I pray that you give our parents the wisdom, because it's them who's going to educate and discipline and give them the exemplary life of a real Christian. Help parents to follow your principles and help our youth to remain in your spiritual life. I ask all of this in your name, and I know that only you can change our lives. Those who go through heartaches in schools, through heartaches, through peer pressures, give them the truth. Open their hearts, open their souls. Show them who you are and how you can change your lives. You are the greatest, Father.
and you have the greatest mercy on earth. When you see that people are discouraged and they think that they've sinned so much that they cannot come to you, help them to understand yet that only you can accept them, and only you can give them what they've been missing all throughout the years. I know and I trust that you will change the lives of those who seek and ask. You've said, knock, and it will be given to you. Please, Father, help our youth, my brothers and sisters, through your name, to knock on your door, to ask for your mercy, to accept and to say through their mouths that you are the Savior, you are the King, and you will change their lives. Whatever pressures there is in this world that takes them away from you, you can destroy those things. Only you can do it. I know and I trust that you will help everyone who asks for your help. When hearts are turned into stones, when people don't want to seek you, for whatever reasons it might be, soften their hearts, open their vision, have them look for you. You've changed my life. You've changed lives of numerous people that have testified in our church. And I know that you will change the lives of all the people that the mothers called today and asked for prayers so that they walk into your path. We pray and we know that through you everything can be changed. In your name I pray. Amen. Amen. Փառք ես Աստված այս սքանչելի աղոթքին համար շնորհակալություն։ Իսկապես Աստված բաբան մեր բոլորին սրդեն աղոթները գլսե, կարևորը որ խոնար սրդով իրեն մոտենանք։ Հալո։ Բարև ռամեցեք։ Աստված ձեզ օրհնե քույրս, անշուշտ աղոթեք։ Հալո։ Հալո։ Այո ռամեցեք։ Այո։ Քննեմ բայեկոցես։ Բարի երեկո։ Աստված ձեզ օրհնի, միշտ աղոթությունները լսում ենք եւ իմ բալիկին որտենց անուշ երիտասարդ աղջիկա եւ խնդրում եմ այո բոլոր աշխարհի համար, բոլոր երիտասարդների համար, բոլոր ընտանիքների համար, բոլոր քանդված ընտանիքների համար, որ միացություն լինի, որ զավակները մեծացնեն Տիրոջ համար։ Աշխարհի խաղաղություն, հավատք ու սեր, երկնային կյանք եւ խնդրում եմ ես Սերժերելազ եմ եւ ամուսին Սիվանդա աղոթեք եւ բոլոր զավակներից ու զավակներին թորնիկներից համար մեր բոլոր այ քրիստոնի Ամեն։ Անշուշտ բարի գիշեր մեզ Բարի գիշեր։ Բարի գիշեր։ Հալո։ Բարի երեկո նորից։ Բարի երեկո։ Իմ անունը Հովհաննես է։ Մենք մի քիչ առաջ արձանագրվեցինք, որ պիտաղոթեք մեզ։ Անշուշտ, Մանուշակ Վիկտորիա Հովհաննես, անշուշտ։ Հովհաննես, Մանուշակ։ Այո, վիդաղոթենք սիրելի։ Կելանգոնային իվանտներ ունե Վիկտորիա Հարություն։ Անշուշտ, անբար։ Անշուշտ։ Կաղոթենք։ Հալո։ Ես չասեցի իմ անունը։ Ինչպես է ձեր անունը։ Գայանի աղուն, Շատ Okay, մայրիկ։ վադրության մեջ ենք էլ խնդրում։ անբար։ Անպայման կաղոթենք։ Սիրելի արազատներ, եկեք խոնարհենք եւ աղոթք բարձրացնենք Հովանեսին համար, Մանուշագին համար, Վիկտորիային համար, Հարությունին համար, Գոհարին համար, բոլոր անոնց համար, որոնք անունները դվին իրենց։ Սիրելի քույրեր եղբայրներ, ձեր անունները Աստծո Սուրբ արքայության մեջ այս բահուն արդեն գհնչեն, գարցը կանգավին։ Թող Աստված ինքը իր օրհնությունը ուղարկե եւ աղոթք բարձրացնենք։ Հալո։ Հարամեցեք։ Այո, գլսենք ձեզ։ Հալո։ Աղոթենք սիրելիներ։ Անուն հոր եւ որդվո եւ օգվոին սրբո ամեն։ Փառք ու դանք ես Տեր Աստված, մեր սքանչելի արարիչը, դու մեզ ստեղծեցիր քու բատկերիդ ու նմանությանդ համաձայն եւ մեզ Տեր ուզեցիր որ քու նկարակիրդ առնենք եւ քեզի հետևելով
Մեզի վստահեցուցիր ու ոսիր, մի վախնակ, ես սեզ եդ եմ մինչև աշխարհի վերջը։ Բազմաթիվ հիվանդներ քո վթեգան դեր։ Այդ հիվանդության ընթացքին դու երբեք չմերժեցիր ովև մեկը։ Չսիր, որ ես ինձ համար անձանոթ են այս հիվանդությունները։ Չսիր, որ ես չեմ գրնար բժշկել այդ հիվանդությունները, թուն որովհետև դիեզերքի արարիչն ես։ Թուն դեր, երբ դակավին մենք մեր մորը որովայնին մեջն էինք, քո աչքերդ մեզ դեսան, քո ցերքերդ մեզ գազմավորեցին, յուրաքանչյուր փչիչը, մեր ողն ու ձուծը գիտես դեր, մեզ անունով կանչեցիր, դակավին մենք աշխարհ չծնած։ Քեզի համար ամեն ինչ հայտնի է։ Այն բոլոր քույրերը եղբայրները, որոնք թե իրենց անձնական առողջության համար եւ թե նաեւ իրենց եղբայրներուն, քույրերուն ու հարազատներուն համար աղոտ խնդրեցին, գաղաչեմ ով է զոր Աստված, թուն որ իրենց անուններով կճանչնաս, թուն որ մեր բոլորին գարիկները եւ պետքերը գիտես, առավել քան որ մենք գիտենք, գաղաչեմ քեզի դեր, քու ողորմությամբ բժշկություն շնորհե, հոգիի եւ մարմինի։ Այն ինչպես որ Ղազարոսի քերեզմանին թիմաց գեցար 4 օրվա մերելին թիմաց ու անունով կանչեցիր անորսելով Ղազարոս դուրս եկուր քերեզմանեդ այնպես ալ ով է զոր Աստված յուրաքանչյուր զավագիտ այցել է եւ անոր անունը կանչելով անունը ասե դուրս եկուր քու հիվանդութենեդ դուրս եկուր քու մերելութենեդ դուրս եկուր քու դգարութենեդ դուրս եկուր քու բոլոր դեսագիտերություններդ եւ ես քեզի բժշկություն բիդամ թունես բժիշկներուն բժիշկը ով ամենագարող Աստված մենք ուրիշ բժիշկ չունենք մարդկային բժիշկները իրենց մարդկային կարողության չափով է որ կբժշկեն բայց դու ամենագարող Աստված դու մեր ողն ու ձուծը կբժշկես մեր ամբողջ հոգին կբժշկես եւ դժողքի գրագեն դուրս կբերես մարմնական ցավերեն կփարադես գաղաչեմ քեզի դեր այս զավակները օրտնե եւ քու ողորմությամբ առաջնորդ է որբեսի բոլորս միասին փառավորենք ամենասուրբ երրորդության անունը ով հայր որդի եւ սուրբ հոգի այժմ եւ միշտ եւ հավիտյանը սավիդենից ամեն Հալո Այրգուն ռամեցեք Pero ustedes հարգելի պատեր Դες մեկը խնդրեմ աղոտ ամբողջ ընտանիքիս անդամներուն, դրավակներուն, ծորներուն սիլամուստուս համար, թողբերոցիները դիոցիով, բոլորս միասին օրդնենք վստահենք միայն նրան, նրա ողորմությունը բոլոր աշխարհի մարդկության մեջ դրանա, բոլորի հոգեկան եւ նամնական բժշկություն խնդրեմ, եւ ցեքյանքի մեջ ամենան հաջողություն Ամեն Շնորհակալություն քույրս Աստված ընտանիքդ օրհնե յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր պետքերուն համաձայն Հալո Հալո բայց Բարև ռամեցեք Աստված զորշնի Աստված ցեզալ օրհնի Հա Կուզեմ իմ երեխեքի համար աղոթեք որ խաղաղություն լինի մեջ հաշտություն լինի Սիրով քույրս անպայմանորեն թող հաշտության հոգին Տեր Հիսուս Քրիստոսի հոգին իրենց մեջ մտնե որբեսի հաշտ ու խաղաղ ապրին իրար Ուսունեմ Աստծո ամեն ինչ հրաշքներ ցույց տալի բայց նորից մոլորված են երեխեքս խնդրում եմ Սիրով Աստված օշնի ձեզի Աստված ամենին հասնի Աստված սերգրի է տլի Ամեն ամեն Սիրելի քույրեր եղբայրներ Մենք ցեզ նման մարդ ենք, թերություններով, մեղքերով, դգարություններով լեցուն, բայց ամենօրյա մեր կյանքին մեջ կփորձենք մենք մեզ, որպես քրիստոնյաներ, մաքրել, սրբացնել, որովհետև Տեր Աստված կուզե որ մենք սուրբը լանք, ինչպես որ ինքը սուրբ է։ Եվ ինչպես որ դուք մեր դգար անձերուն կվստահիք աղոթք, կխնդրեք որ աղոթենք ցեզի համար։ Անշուշտ, ամբողջ սրտով, ամբողջ էությամբ կաղոթենք։ Սուկրիկոր նարեգացի խոսքին համաձայն ի խորոց սրտի կաղոթենք։ Բայց կուզեմ ցեզի վստահեցնել սկանչելի բանը, որ հաջող մեր միտքեն կվրիբի։ Սիրելիներ, օրը, երբ Պետրոս Արաքյալ Տեր Հիսուս Քրիստոս իր կյանքի վերջին օրերուն իրեն հետ կխոսեր, ասավ Պետրոս, Սիմոն, Սիմոն, Սատանան ուզեց քեզ Մաղի անցնել, սորենի պես մաղի անցնել, գդորընել, բայց ես քեզ համար աղոթեցի։ Տեր Հիսուս Քրիստոս Պետրոսին համար աղոթեց եւ աղոթեց մեզի համար։
Երբ օրը դերը զիրենք նավակ տրավ եւ ասավ դու կացեք թիմացի ապա անցեք, ես բարձրանամ լեր աղոտքի, աշակերտները չմտածեցին, որ Հիսուս ինչպես պիտի կա։ Իրենք նավակ նստեցան ու կացին։ Գիտենք ամենքս բացությունը թե երբ որ ծովի բացերն էին, փոթորիկը սկսավ, քամիը սկսավ, ալիքները սկսան խորտակել նավը։ Դեր Հիսուս իրենց հետ չէր, բայց Դեր Հիսուս լերան վրային գտի դեր զիրենք, գտի դեր անոնց նեղությունը և գաղոթեր իրենց համար, մինչև որ դերը ճիշտ ժամանակին վրա ասավ և անոնց օգնեց։ Սիրելի քույրեր եղբայրներ, գուզեմ հետևյալ հոգևոր ճշմարտությունը ցեզի փոխանցել։ Աստված իր հասնելուն մեջ երբեք չաջաբարեր, բայց նաև Աստված իր հասնելու մեջ երբեք չուշանար։ Երբեք չաջաբարեր, երբեք չուշանար։ Մենք մարդկային ցևով դիտած կգարձենք, որ ուշ է դերը, բայց չմոռնանք, որ Աստված իր աստվածային ժամանակին է որ կհասնի, իր աստվածային ժամանակով է որ կընտանա, եւ ինք գիտե, թե երբ պիտի մեզ օգնության ասի։ Կարևորը մենք աղաղագենք առանց դադրելու։ Ինչպես որ մայրը լացող մանգան ցայնը երբ կլսե, գիտե ճիշտ ժամանակին երբ պիտի դա իր զավգին ջաշը։ Սիրելի առազատներ, աղաղագենք Աստծո եւ դերը, որ մեզի համար աղոթած է եւ քիչ վերջ պիտի գարտամ դիրոջ աղոթքը։ Դերը բոլորիդ աղոթքին պատասխան տա։ Ալո։ Ալո։ Ռամեցեք։ Ամբարես Աստված ձեզ հետ միշտ ձեզ պահապան լինի, դուք էլ աղոթեք մեզ համար, մենք էլ ձեզ համար։ Անպայման քույրս, շնորհակալություն, անշուշտ։ Խնդրում եմ աղոթեք առողջության համար եւ իմ տողնիկից հաջողությունը եւ ինքը ճիշտ ապրի, եւ ճիշտ մտածի, եւ հոգեվոր կյանք վերադառնա։ Ամեն։ Շնորհակալ։ Եղավ քույրս։ Հալո։ Այո։ Այո, Ռամեցեք։ Բարև ձեզ։ Բարև։ Աստված օրհնի ձեզ, որ լավ հաղորդում եք անում մեր համար։ Ես խնդրում եմ իմ քույրիկի համար, հիվանդա քույրիկս կյանսերով, խնդրում եմ իր համար աղոթեք, որ առողջ լինի։ Ամեն քույրս, թող Հիսուս Քրիստոսի սուրբ արյունով մաքրվի։ Թորնիկիս համար, որ Աստված իրան հաջողություն տա, 19 տարեկանա նպատակ ունի։ Ամեն։ Այո։ Բոլոր հայերեն քեզ ապում այդ հայրությունը վերանա։ Ամեն։ Ես շնորհակալ եմ ձեզանից շատ, որ մեր համար մտածում եք, աղոթում եք մեր համար։ Աստված ձեզ օրհնի։ Մենք էլ կմիանանք ձեզ հետ կաղոթենք։ Անպայման, անշուշտ քույրս, Աստված օրհնի ձեզ։ Հալո։ Ալո։ Ալո։ Այո, Ռամեցեք, եթե ցայնասպյուրը քիչ մը ցածնեք, ավելի լավ կլսեք մեզ։ Ալո։ Գլսենք ձեզ, գլսենք։ Այո, հերադեսվին ցայնը քիչ մը ցածրեք։ Դա ռադիո հաղորդումն է։ Այո, Ռամեցեք։ Սիրելիներ, Հովանես Ավետարանիչի 17-րդ գլխում մեջ Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքն է որ կա։ Ես կուզեմ Տեր Հիսուս Քրիստոսի մեզի համար, իր առաքյալներուն եւ բոլոր հավատացյալներուն համար աղոթք գադարած բաժինեն, կարգը բաժիններ գարտալ։ Տեր Հիսուս Քրիստոս իր հորը թիմելով գսե գաղոթեմ իրենց համար, չեմ աղոթեր աշխարհին համար, այլ անոնց համար, որ թուն ինձի դվիր, որովհետև անոնք քեզի կպատկանին։ Ինչ որ իմս է, այդ բոլորը քուգդ է, եւ ինչ որ քուգդ է, ադիգա իմս է, եւ անոնք զիս փարավորեցին։ Աշխարհի մեջ երբ անոնց հետ էի, ես կբահեի զանոնք քո անունից զորությամբ, որովհետև քո անունով զանոնք ինձի դվիր։ Հայր, Սուրբ Հայր, անվտանգ բահե զանոնք քո անունից զորությամբ,
Որովհետև քու անունովը ցանոնք ինձ դվիր, որբեսի մեկը լան, ինչպես որ ես եւ թուն մեկ ենք։ Չեմ աղոթեր միայն իրենց համար, այլ անոնց համար նաեւ, որոնք անոնց կարոզությամբ ինձի պիտի հավատան։ Գաղոթեմ, որ անոնք բոլորնալ մեկը լան, ինչպես որ թուն ով հայր իմ մեջս ես եւ ես քու մեջդ, այնպես ալ անոնք մեր մեջը լան, որբեսի աշխարհը հավատա, որ թուն ղրգեցիր զիս։ Այն փառքը, որ ինձի դվիր, իրենց դվի, որբեսի մեկը լան։ Ես անոնց մեջը լամ եւ թուն իմ մեջս, այնպես որ անոնք գադարյալ գերբով մեկը լան, որբեսի աշխարհը գիտնա թե թուն ղրգեցիր զիս եւ սիրեցի զանոնք, ինչպես որ թուն սիրեցիր զիս։ Հայր, անոնք որոնք ինձի դվիր, գուզեմ որ ինձի հետը լան, ուր որը լամ, որբեսի տեսնեն իմ փառքս, այն փառքը, որ ինձի դվիր, որովհետև զիս սիրեցիր աշխարհի ստեղծագործությունեն առաջ։ Արդար հայր, թեև աշխարհը քեզ չջանցավ, բայց ես քեզ ջանցա, եւ ասոնք ալ գիտցան թե թուն ղրգեցիր զիս։ Քեզ ջանցուցի անոնց եւ պիտի շարունակեմ ջանցնել, որբեսի անոնց մեջը լա այն սերը, որով զիս սիրեցիր, եւ ես ըլամ անոնց մեջ։ Ամեն։ Դերը գսես սիրելներ հայր, գուզեմ որ ինձի հետը լան անոնք։ Սիրելի քույրեր եղբայրներ, մեր այս բոլոր նեղությանց ու դժվարությանց մեջ մենք Աստծո հետ ենք եւ Աստված ինքն է որ մեզ կառաջնորդ է։ Բոլոր այն քույրերը, որ աղոթ խնդրեցին իրենց թորներուն համար, թող Աստված իրենց չար ջամփաներեն յետ վերադարձնե։ Թող Աստված իրենց բարի բոլոր խնդրանքներուն գադարում դա, ինչ որ իրենց մտքի մեջ բարի խնդրանք դրած են, ինչ որ իրենց անցին վրաս միջիկա, իրենց շրջապատին ու ընտանիքին վրաս միջիկա, Աստված թող օրհնե։ Իսկ այն քույրը, որ իր քրոջ համար խնդրեց, որ կանսերը գդարավի, թող Հիսուսի սուրբ արյունը անոր արյան հետ խառնվի եւ գադարյալ բժշկություն շնորհե։ Ընտանիքի անդամներու համար աղոթներ որ խնդրվեցան, թող Աստված բոլոր հայ ժողովրդի ընտանիքները օրհնե։ Սիրելիներ, եկեք Աստծո խոսքի սերտողության, որբեսի Աստծո խոսքով մենք լեցվենք եւ զորանանք։ Լիլիա Եվ սիրելիներ, ձեզ մեզ շատերը հեռացայնեցին մտահոգությամբ ձեր զավակներու, ձեր թորնիկներու համար։ Ուզեմ ձեզի հրավիրել, որպեսզի դուք ձեր զավակները, ձեր թորնիկները բերեք երկչախմբի փորձերու, որ նույնպես ղեկավարվում է Հայր Բարթևին կողմէ։ Ամեն երկուշաբթի երեկոյան 8:30 մինչև 10-ը, մոտավորապես երեկոյան 10-ը, երիտասարդական երկչախումբ ունենք, որ կգոչվի ձեզ մե շատ սիրված սրբազանի անունով, Զարե սրբազան երկչախումբ։ Բոլոր ձեր թորնիկները, ձեր զավակները, որոնք այս աշխարհի հաճույքներու յետևեն գինան, եթե դուք իրենց առաջնորդեք ձեր օրինակով եւ ձեր քրիստոնավայել դաստիարակությամբ առաջնորդեք դեպի Քրիստոսը, այդ ջամփաներեն դուրս կգան։ Կխնդրեմ, որ բերեք երկչախումբ իրենց ամեն երկուշաբթի ինչպես որ ասինք, երեկոյան 8:30 Սուրբ Պետրոս եկեղեցվո մեջ Ստակր փողոցին վրա է եւ Աստծո խոսքը, Աստծո երգերը, շարականները, մեր հայ եկեղեցվո շարականները միասին գսորվենք եւ մեգս մյուսին քաչալերելով ավելի Հիսուս Քրիստոսին կմոտենանք։ So ամեն երկուշաբթի once again from 8:30 to about 10 p.m. Join us. Նաև աղոթքի համար ամսուն 10 ապրիլ 10-ին։ Ապրիլ 10-ին ալ 5 շաբթի նույն եկեղեցվո մեջ, գլոր եկեղեցվո մեջ տեղի բիդուրենա աղոթքի երեկո, ինչպես որ հիմա գեհերացայն է գրնակ մասնագիծը լալ ֆիզիկապես երեկոյան 7:30 9:30 ավելի երկար բիդլա, քան մեր սովորական սերտողության ժամերը։ Հաջիկ համեցեք ձեր բարեկամներուն, ձեր ընկերներուն, ձեզ հետ բերեք գլոր եկեղեցի, գրնանք աղոթք բոլորս միասին մեծ գրուպով մեր աղոթքները առաստված հայտնենք։ Հավաքական աղոթները հզոր զորություն ունին սիրելիներ, ինչպես ասվեցավ ապրիլ 10-ին գլոր եկեղեցին մեջը մենք հավաքական աղոթք ունենք։ Միշտ դարիներու մեր սովորությունն է, որ նախքան ավակ շաբաթ մտնելը, նախքան Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանած հիշատակման այդ շաբաթ մտնելը, մենք հոգևորապես կպատրաստվենք ապաշխարության եւ բժշկության աղոթներով,
որբեսի կարողանանք մենք ալ թոթափել մեզ մե բոլոր տեսակի մեղքերը եւ Քրիստոսի քայլերուն հետևին խաչի ճանապարհին քալել, որբեսի նաեւ արժանի լանք սուրբ հարության ու զորության։ Հետևաբար մի մորնակ 5 շաբթի օր ապրիլ 10-ին ժամը 7:30 գլոր եկեղեցին մեջ կլենդել հավաքեցեք ձեր հարազատները, բարեկամները, տրացիները, անոնք որոնք աղոթքի գարիք ունին եւ վստահ եմ որ ամենքս աղոթքի գարիք ունենք, քանք այնտեղ ապաշխարության արդյունք տապենք Տիրոջ դիմաց, բժշկության համար Տիրոջ մեզ խնդրենք, որ Տերը իր ներկայությամբ մեզ զորացնե ու բժշկե։ Հալո։ Այո։ Սիրելիներ, գիտեք որ քանի օր առաջ մարտի 21-ին երբ որ նոր քարում բացվեցավ, դժբախտաբար Սուրիայի մեր հայությունը որ այսքան դարիները դարաբանք կգրե, լսեցիք արդեն որ մեր համասկագիցները Քեսաբի քյուղի բոլոր բնակիչները ենթարկվեցան դժբախտ հարձակումի վայրակներու կողմէ, տերորիստներու կողմէ, որոնք թուրքերու կողմէ թրքական սահմանեն խուժեցին մեր հայկական ավանները, կեսավ սկանչելի քյուղին վրա, եւ հայերը, մեր եղբայրները, քույրերը, մեր մեծ հայրերը, մեծ մայրերը, բաբիկներն ու դադիկները բոլորը քանիմը վարգյանի մեջ հավաքվեցան եւ ըստիված դուրս փախան կեսաբեն, կացին Լատակիա եւ Լատակիայի եկեղեցիներու սրաներու մեջ, գամիության սրաներու մեջը շատ խեղճ ու ցավալի վիճակի մեջ են, հոգեգան ջնշումի դագեն, գխնդրեմ ցեզ մե, շատ գխնդրեմ, որ կեսաբի մեր հայության համար աղոթք բարձրացնենք, որ Աստված խաղաղություն շնորհե միջին արևելքին եւ հատկապես Սուրյո, աղոթք բարձրացնենք, որ Աստված նույնիսկ այդ քազանացած մարդոց գարձր սիրտերը ջզմե իր սիրովը, Սուրբ Ներսեշնորհալի հայրապետի բարերով իր սիրովը ջզմե, որբեսի մարդկային սիրտն է անոնց մեջը, իրենց վայրակություններեն դուրս կան եւ ապրին խաղաղությամբ ու սիրով։ 99 տարի բիդելա սիրելիներ, որ մենք չարտվեցանք, 99 տարիներ ետք դարձյալ ավասիկ քաղաքականության քայլին մեջ ինգած են մեր եղբայրները եւ քույրերը։ Մենք որ այստեղ ավելի հանգստավետ պայմաններում մեջ ենք, ինչ ծևով որ գրնանք օգնել, օգնենք սիրելիներ, նյութապես, բարոյապես, բայց մանավանդ այս բան մեր աղոթներով, որ Աստված հերացնե անօրենները, հերացնե քազանացած մարդիկը, անոնց ջամփաները հերու բահե բոլոր Աստծո զավակներն եւ կեսաբի մեր ժողովրդի զավակներուն վերադարձնե ապահով իրենց տուները։ Ոմանց տուները այրեցան արդեն, ոմանց տուները կանտվեցան, ոմանց հողերը այրվեցան։ Սիրելի արազատներ, աղոթենք բոլորին համար, որովհետեւ Աստված ինքն է որ պիտի իր ողորմությամբ օրհնե։ Սիրելիներ, ես կուզեմ նաև իմ աղոթքը սպասացնել այս կայանին համար, որ ամեն ուրբաթ գես գիշերին ցեզի հետ արթուն է, ցեզի ցավագից է, ցեզի ուրախագից է, ձեր բոլոր ցավերն ու դերդերը գփաժնեկցի։ Ես կուզեմ օրհնել ICFN-ի ամբողջ անձնակազմը, կուզեմ օրհնել մեր սկանչելի եղբայրը Վահեն, Գուզեմ օրհնել Հիլդա քույրը, իրենց օրհնյալ 3 սիրասուն զավակները, գուզեմ օրհնել այս ICFN գայանի անձնագազմը, պաշտոնեությունը, որոնք անթույլ գերվով եւ դքնաչան աշխատանքով իրենց ամբողջ ոգի բրինգ աշխատին, որբեսի աղոթ սփրեն եւ Աստծո խոսքը սփրեն։ Թող այս գայանեն ճշմարտությունը խոսվի, ուղղափառ հավատքը խոսվի, ոչ թե բաժանում, այլ քրիստոնեական սեր, խաղաղություն ու միություն բերի այս կայանը, թող Աստված օրհնե սիրելներ, եւ թող ալ ծեր, թե նյութական, թե բարոյական մասնակցություն եւ աջակցությունը բերեք, որբեսի այս կայանը գանկուն մնա եւ մեր կյանքին մեջը անիգա լուսավորություն եւ արթություն բերե։ Մեր վերջին աղոթքը գնենք սիրելիներ, խնդրելով ցեզ, որ ամենքս խոնարհենք, իրարու համար աղոթենք, Քեսաբի մեր հայրենագիտներուն համար աղոթենք եւ այս գայանի հաստատման եւ բարգավաճման համար աղոթենք։
Դեր Հիսուս Քրիստոս, որդի Աստված, խաչի դիմաց կբերեմ դեր մեր ազգը, դարաբաց ազգը, դեր քեզի խաչագից եղանք ամբողջ բադմության ընթացքին, նախընտրեցինք խաչը ելնել դեր, քան թե ուրանալ մեր հավատքը, նախընտրեցինք փարփարոսներուն գողմե չարթվիլ, քան թե դեր ուրանալ ուսել, որ մենք քեզ չենք ջանչնար, դեր թունես մեր բրգիչը, ինչ ըլլա մեզի, մենք երբեք մեր հույսը պիտի չգտրենք քեզ մե, ինչպես հոպը իր աղոթքի մեջ սավ դեր, նույնիսկ եթե ինձ մերցնես, ես դարձյալ քեզ պիտի հուսամ, թունես մեր գենտանի հույսը, ով դեր Աստված, գաղաչեմ քեզի, խաչիդ զորությանքը, հերու բահե անորենները, բոլոր դեսագի արձագումներեն, ինչպես որ դեր տուն 5 դագարանի մեջ քու ժողովուրդդ առաջնորդեցիր ամբի սույնով եւ պաշտպանեցիր զիրենք, այնպես ալ Քեսաբի մեր հայրենագիցները պաշտպանե, Սուրյո մեր հայրենագիցները պաշտպանե դեր, բոլոր դեսագի արձագումներեն, հարվածներեն, նեղություններեն, դակնապներեն, ըսպանություններեն, ըսպանտներեն, խնայե մեր ժողովուրդին, ով դեր Հիսուս Քրիստոս, որ հայրու դարիներ ետքը դարձյալ նույն թշվախտության, նույն գոդարածին դիմաց չինանք, դեր դու մեր հավատքը դեսար, մեր այրերուն հավատքը դեսար, գխնդրեմ դեր, մեր անորեն զավակներուն դարձ տուր, այն զավակները, որոնք քեզ մերացած են, առաջնորդե սուրբ ճամփաներուդ մեջ են, մեր բոլոր հիվանդներուն բժշկություն դուր, բոլոր անոնք, որոնք մտության մեջ են, լույս դուր, բոլոր անոնք, որոնք դգարության մեջ են, զորություն դուր, բոլոր անոնք, որոնք ծավերու մեջ են, փարադյանոն ծավերը, բոլոր անոնք, որոնք սատանայի շղթաներու մեջն են, խորդագի այդ շղթաները դեր, եւ թումփած մեր ժողովրդին թիմացը, մեր հայ ընտանիքներուն թիմացը, մարդկության թիմացը, օրտության դռները, խաղաղության դռները, իրար հաշտության դռները, ներելու դռները, որբեսի դեր ամենքս միասին քո անունդ բարավորենք, Սուրբ Հոգի Աստված, հանգչիր մեր վրա, օրհնե մեզ եւ դեր բահբանե այս գայանը, որբեսի դեր այս գայանին քու լույսը ծփրվի, բահբանե մեր եղբայրը Վահեն, Հիլդան իրեն զավակները, բահբանե ամբողջ անձնագազմը, բաշտոնեությունը, որբեսի դեր այս գայանը հարադևը լա եւ քու փառքդ փած ավետարանի պես ամբողջ աշխարհի մեջ տարածե։ Գխնդրեմ դեր օրհնե նաև մեր առաքելությունը, հավատ, հույս, սեր առաքելությունը, որբեսի մեր ինչ որ խոսենք, քեզի համար խոսենք, քու փառքիդ համար խոսենք եւ քու խոսքերդ խոսենք, որբեսի ամենքս միասին դեր մեր հավատքի մեջ հզորանանք, մեր հույսի մեջ հավիտենական կյանքին անթեւ ավելի զորանանք եւ իրարու սիրո մեջ քերազանցենք իրարու։ Քո անունովդ գաղաչեմ հզոր Աստված, օրհնե մեզ, բահբանե մեզ եւ առաջնորդե սուրբ խաչիդ զորության դակ, արյունի դակ բահբանե, որբեսի միշտ փառք տանք հորդ, որդիդ եւ Սուրբ Հոգիդ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Սիրելի հարազատներ, թող դեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Սուրբ Հոգվո խաղաղությունը եւ Հոր Աստծո ներկայությունը եւ բոլոր դեսագի առաքինությանց բարգեւները բոլորիս հետ լան։ Դերը ցես խաղաղեցնե ծեր բոլոր նեղություններեն, դերը ցես բոլոր դեսագի դարաբանքներեն, ալեգոծուներեն հերու բահե։ Խաղաղությամբ ննչեք եւ օրհնությամբ արտնակ եւ ծեր բոլորին աղոթներուն Աստված պատասխան տա։ Ամեն։ Լույսի դարն չեմ հանցագործեմ, իմ կյանքիմ Տեր, իմ հույս, իմ սեր